Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1486-րդ օրն է։ Ձեզ համար հետաքրքիր նորություններ ունենք։ Հուսով եմ այսօր կկարողանամ եթերը ավելի շուտ թողարկել, երեկվա պես չլինի, երեք տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացա պատրաստի տեսանյութը ժամանակին լցնել Հակոբյան լայվ ալիքը եւ ստիպված եղա այն փոքր-ինչ ուշացումով հրապարակել անալիտիկա ալիքում։ Խնդիրը զուտ տեխնիկական էր, ես հաղորդումը պատրաստել էի նույնիսկ սովորականից մի կես ժամ շուտ, բայց 2 ժամ չէի կարողանում տեսանյութը ալիք բեռնել, ուստի դրեցի անալիտիկա ալիքում։ Եթե ինչ-որ մեկը բաց է թողել մեր լսարանից, ապա կարող եք անալիտիկա ալիքում նայել, շատ կարևոր եթեր էր։ Այսօր նույնպես շատ կարևոր եւ հետաքրքիր լուրեր ունենք ձեզ համար։ Ի վերջո Մոսկվան սկսեց իրապես զգալ պատերազմի շունչը։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես այն վիճակը, որի մեջ Պուտինյան վարչակարգը ցանկանում էր մեզ դնել, հիմա հասել է հենց այսպես կոչված Ռուսաստանի մայրաքաղաք։ 3 հերթական անգամ Մոսկվայի ողջ կենտրոնում տեղակայվել էին Դաշնային պահպանության ծառայության ֆուրգոնները, որոնք նախատեսված են ռադիոէլեկտրոնային պայքարի համար։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի որոշ տարրեր հանվել էին հենց փողոց, ձեր էկրաններին տեսնում կադրերը։ Օրերս հաղորդվում էր, որ ռուս զինվորականները որոշում են կայացրել Մոսկվայի Կրեմլի մոտ տեղակայել գնդացիրներով պիկապներ որպես հոբ միջոցներ։ Բացի այդ, ռուսական մայրաքաղաքում մինչ այժմ արգելափակված է ինտերնետը եւ ներդրված է կայքերի այսպես կոչված սպիտակ ցուցակ։ Եթե ունենք Մոսկվայից մեզ լսողներ, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք ձեր մոտ ինչ վիճակ է, որովհետեւ ասում են քաղաքի հիմնական մասը փակված է, բայց արվարձաններում երբեմն լինում է ինտերնետ։ Ակնհայտ է, որ վարչակարգը վախենում է եւ այդ վախը թաքցնել ավելի ու ավելի է դժվար լինում, իսկ հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ 3 Մոսկվայում անհայտ աշխարհազորայինը պայթեցրել էր բանկի բաժանմունքը, լարված է վիճակը նաեւ Սիբիրում հիվանդության պատրվակով բնակչությունից կենդանիներ խլելու պատճառով։ Մեր մշտական լսարանը հավանաբար հիշում է, որ դեռ 1.5 տարի առաջ ես ասում էի կամայականություններն ու տարբեր կլանների միջև հաշվեհարդարները կդառնան կործանվող համակարգի առօրյան։ Հասկանալի է, որ Ռուսաստանի նման երկիրը մեկ վայրկյանում չի փլուզվի, բայց դեստրուկտիվ գործընթացները ավելի ու ավելի են ստեղծելու անիշխանության եւ անօրինականության մթնոլորտ, այնպես որ մեր հայրենակիցները, ովքեր Պուտինին չեն աջակցում, պետք է հստակ վերլուծեն իրավիճակը եւ գոյություն ունեցող վտանգները։ Միևնույն ժամանակ ռազմաճակատում Պուտինյան բանակը շարունակական ձախողումներ է կրում։ Նորալիքի հարձակումների 3 օրվա ընթացքում օկուպանտները արդեն կորցրել են այնքան զինվոր, որքան մենք ցավոք կորցրեցինք 44-օրյա պատերազմի օրերին Արցախում։ Ավելին, Պուտինյան զորքերը հարձակվելով 12 կողմերից ոչինչի չհասան, բացի մեծ կորուստներից, եւ ամենահետաքրքիրն այն է, որ մեր զորքերը օգտվելով ռուսական ուժերի շարժից հաջողություններ ունեն 2 ուղղություններով, մեկը Հյուսիսլաբաժանսկի եւ Կուրսկի ուղղությունն է, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ուկրաինական ստորաբաժանումները ունեն որոշակի տակտիկական հաջողություններ, իսկ Գուլիայպոլիի ուղղությամբ հաղորդվում է ուկրաինական զինուժի հաջող հակահարձակման մասին, ինչը թույլ է տվել բարելավել տակտիկական դիրքը ռազմաճակատի նաեւ այդ հատվածում։ 3 մերձավոր արևելքում իրադարձությունները շարունակում էին նույն սցենարով։ Ամեն օր գրեթե լուր կա հեղափոխության կորպուսի բարձրաստիճան 1-ի լիկվիդացման մասին։ Ամերիկան եւ Իսրայելը հարվածներ են հասցրել ուղղված իրանական վարչակարգի ապառազմականացմանը, իսկ ի պատասխան թռել են իրանական հրթիռները հարևանների նավթագազային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Բավական շատ տուժել է Կատարը հենց Իրանի հետ վստահության մասին անհասկանալի հայտարարությունների ֆոնին։ Թեհրանյան ավազակները երկար սպասեցնել չտվեցին եւ ցույց տվեցին, թե ինչ իմաստ են դնում վստահություն հասկացողության մեջ։ Երեկվա եթերում ես ասացի, որ կարող է թվալ, թե արաբական երկրները արթնանում են, բայց ըստ երևույթին նրանք կարթնանան միայն այն ժամանակ, երբ Իրանը իր զենքի մնացորդներով շարքից կհանի ծոցի երկրների էներգետիկ հզորությունների մեծ մասը։ Արդյունքում Թրամփը Իրանի ապառազմականացման գործընթացում կդառնա նաեւ նավթի եւ գազի հիմնական մատակարարը աշխարհում ծոցի երկրների ռեսուրսի կորստի ֆոնին։ Վերադառնալով Իսրայելի կողմից Կասպից ծովի նավահանգիստներում իրանական նավերի ոչնչացման երեկվա թեմային, ասեմ, որ կան նորություններ ըստ իրանական ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների Կասպից ծովի Բանդար Ազալի նավահանգստում իսրայելական հարվածի հետևանքով ոչնչացված ռազմական նավերից մեկը հարձակումից 1 օր առաջ վերադարձել էր
Ռուսաստանից եւ իր բեռների մեջ ուներ դրոնների եւ ռադիոէլեկտրոնային համակարգերի բեռ, 3 իրանական վարչակարգի մնացորդները շատ էին ջանում միամիտների վրա տպավորություն թողնել, ինչը ի վերջո հանգեցրեց Իսրայելի եւ Ամերիկայի կողմից ավելի կատաղի գնդակոծության։ Իդեպ լուրեր կան, որ Ռուսաստանը արդեն սկսել է նոր հոբ միջոցներ մատակարարել Իրանին, դրան մեր եթերի երկրորդ մասում կանդրադառնամ։ Ամերիկայի առնվազն 5 B1 B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ 3 մարտական առաջադրանքներ են կատարել իսրայելական դրոնների ուղեկցությամբ Իրանի երկնքում։ Մինչ այս գնդակոծությունը 3 առավոտվա դրությամբ վիճակը հետևյալն էր. Իրանի դեմ համատեղ գործողության սկզբից ի վեր Ամերիկան հարվածել է Իրանի տարածքում ավելի քան 3000 թիրախների, հիմնական շեշտը դրված է պաշտպանված օբյեկտների, ռազմածովային նավերի, հեղափոխության պաշտպանների կորպուսի կառավարման կենտրոնների եւ օդանավակայանների վրա, իրականացվել է ավելի քան 6000 մարտական թռիչք, որոնց ընթացքում ոչնչացվել է ավելի քան 100 իրանական ռազմական նավ եւ կատեր, իսկ Իսրայելը, ավելի ճիշտ նրա բանակը Ցախալը, հարվածել է Իրանի ներսում շուրջ 3400 թիրախների, կենտրոնանալով միջուկային օբյեկտների, օրինակ Փարչինի եւ Ֆորդոյի համալիրների վրա, բալիստիկ հրթիռների, բազաների եւ հոպերի վրա։ Եթե մի վարքյան շեղվենք դեպի Լիբանան, որտեղ Իսրայելը նույնպես ռազմաճակատ ունի, այս անգամ Հեզբոլլահի դեմ, ապա Ցախալը լրացուցիչ խոցել է Հեզբոլլահի ավելի քան 600 օբյեկտ։ Միայն 26 թվականի մարտի 2-ից 15-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է ավիահարվածների 306 ալիք, հաղորդվում է շուրջ 400 գրոհայինների լիկվիդացման մասին, ներառյալ բարձրաստիճան հրամանատարներին։ Ամերիկայի եւ Իսրայելի կողմից արձակված հրթիռների եւ նետված ռումբերի ընդհանուր քանակը հաշվում է հազարներով, քանի որ կոալիցիան անցել է Իրանի ողջ ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման տակտիկային։ Միայն Ցախալի կողմից նետվել է ավելի քան 12000 միավոր ռումբ, որոնցից 3600-ը բաժին է ընկել միայն Թեհրանի շրջանի թիրախներին։ Իրանի վարչակարգի օբյեկտների ուղղությամբ իրականացվել է ավելի քան 8500 առանձին գրոհ, կատարվել է 5700 մարտական թռիչք դեպի Իրան, իսկ Լիբանանում Հեզբոլլահի թիրախների ուղղությամբ արձակվել է եւս 2200 զինամթերք։ Ամերիկյան ուժերը կենտրոնանում են Իրանի հոբ համակարգերի, բալիստիկ հրթիռների եւ ծովային ուժերի ճնշման վրա։ Իրանի ուղղությամբ իրականացվել է ավելի քան 7800 գրոհ, կատարվել է ավելի քան 8000 մարտական թռիչք։ Ընդհանուր առմամբ Ամերիկան եւ Իսրայելը Իրանի տարածքում խոցել են ավելի քան 16000 թիրախ, օգտագործված զինամթերքի, ռումբերի եւ հրթիռների գումարային քանակը գերազանցում է 20000 միավորը։ Իսկ հիմա եկեք տեսնենք Իրանի եւ նրա պրոքսիների գործողությունները, հարվածներն ու նրանց կողմից հասցված վնասը։ Իրանը անցել է ակտիվ զսպման դոկտրինին, հարվածներ հասցնելով ոչ միայն Իսրայելին, այլև հարևան երկրներին։ Թեհրանը իրականացրել է ավելի քան 300 գրոհ հրթիռներով եւ դրոններով տարածաշրջանի ավելի քան 12 երկրների դեմ։ Հիմնական թիրախներն են Իսրայելը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը, Թուրքիան եւ նույնիսկ Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ռազմաբազան։ Դե Նախիջևանը չենք հաշվում, իրենք կարծես ադրբեջանցիների հետ լեզու գտան։ Հակամարտության ընթացքում Իրանը արձակել է շուրջ 550 բալիստիկ հրթիռ եւ ավելի քան 1000 դրոն։ Չնայած հոպի 90% արդյունավետությանը, արձանագրվել է առնվազն 31 ուղիղ հարված ենթակառուցվածքներին, Իսրայելի հարավում գտնվող էլեկտրակայանին, նավթավերամշակման գործարանին Հայֆայում։ Գնդակոծությունների հետևանքով Իսրայելում զոհվել է շուրջ 28 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք։ Իրանը հարվածներ է հասցրել նաև Իրաքի նավահանգիստներին, մասնավորապես Բասրայում, որտեղ տուժել են տանկերները եւ կա առնվազն 1 զոհված նավաստի Հնդկաստանից։ Եկեք հաշվենք նաև պրոքսիների ակտիվությունը։ Իսլամական դիմադրությունը Իրաքում ստանձնել է մարտի սկզբից ի վեր Բաղդադում եւ Քրդստանում ամերիկյան օբյեկտների վրա իրականացված ավելի քան 450 գրոհների պատասխանատվությունը։ Տեսնենք հումանիտար հետևանքները։ Լիբանանում Իսրայելի պատասխան գործողությունների պատճառով տեղահանվել է շուրջ 1 միլիոն մարդ, երկրի բնակչության 19%-ը, զոհվել է ավելի քան 800 հոգի։ Կոալիցիան զգալիորեն գերազանցում է Իրանին ոչնչացված ռազմական թիրախների թվով, ավելի քան 6500 ընդդեմ մի քանի 100 պատասխան արձակումների, սակայն իրանական գնդակոծությունները լուրջ ապակայունացում են առաջացնում քաղաքացիական ենթակառուցվածքների եւ նավագնացության համար ողջ տարածաշրջանում, ել չեմ ասում տնտեսության եւ նավթային թրեյդերների սպեկուլյացիաների մասին։ Նշեմ, որ սա 3 առավոտվա տվյալներն են։ Ես բերեցի արհեստական բանականությունից ստացված այս թվերը, որպեսզի պատկերացնենք մասշտաբները։ Դե մինչ Պուտինի որոշ դաշնակիցներ մտել են ուղղակի առճակատման մեջ Ամերիկայի հետ, մյուս
Մյուսները, օրինակ Լուկաշենկոն պայմանավորվել է ազատ արձակել քաղբանտարկյալներին պատժամիջոցների մասնակից չեղարկման դիմաց, այնտեղ մի քանի բանկերի եւ հանքային պարարտանյութեր արտադրողի վրայից հանվել են պատժամիջոցները բանտերից 250 քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Իսկ այդ ընթացքում Պուտինի մեկ այլ դաշնակից Օրբանը նույնպես հաջողություններ ունի, օրինակ Մոսկվայի հովանավորյալը կաթվածահար է արել Եվրոմիության որոշումները, այդ թվում Ուկրաինային տրամադրվող անտոկոս վարկը։ Ես չեմ կասկածում, որ Եվրոմիությունը դուրս կգա այս իրավիճակից ինչ որ այլ եղանակով, դժվար է, բայց հարցը ամենայն հավանականությամբ կլուծվի, սակայն այս պահին պետք է ընդունել, որ Պուտինը հաղթել է Եվրոմիությանը, թեկուզ ժամանակավորապես, բայց Բրյուսելը հայտնվել է մի իրավիճակում, որում նախկինում երբեք չէր եղել։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Օրբանի վարկագիծը անվանել է անընդունելի, նշելով, որ Եվրոմիության ոչ մի առաջնորդ նախկինում այսքան բացահայտ չէր անցել արդեն իսկ բարձր մակարդակով համաձայնեցված որոշումների արգելափակման սահմանը, փաստացի սա Եվրոմիության համակարգի կաթվածահարում է, թեև քաղաքագետները ավելի հաճախ օգտագործում են միաձայնության ճգնաժամ տերմինը, սա լիակատար պարալիչ անվանել եվրոպացիները դեռ չեն շտապում, քանի որ համակարգը հարմարվում է, թեկուզ ցավերով, ահա թե ինչու Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդի հետ կապված ներկայիս իրավիճակը բացահայտեց Եվրոմիության թույլ կողմերը։ Առաջինը կոնսենսուսի թակարդն է, արտաքին քաղաքականության եւ բյուջեի հարցերում Եվրոմիությունը պարտավոր է որոշումներ կայացնել միաձայն։ Այս կանոնը մտածված էր որպես երաշխիք, որ փոքր երկրների շահերը չեն անտեսվի, սակայն Օրբանը այս իրավունքը վերածեց վետոյի իրավունքի, որպես ապրանք սկզբունքի։ Նա արգելափակում է քրիտիկական կարևոր որոշումը, որպիսի օգուտներ կորզի բոլորովին այլ ոլորտներում, էներգետիկա, հունգարական հաշիվների ապասառեցում։ Երկրորդ ոլորտը դա վտարման մեխանիզմի բացակայությունն է։ Եվրոմիության կանոնադրության մեջ անդամ երկրներին վտարելու օրինական ընթացակարգ չկա, կա հոդված 7-ը, որը թույլ է տալիս երկրին զրկել ձայնի իրավունքից, բայց դրա ակտիվացման համար անհրաժեշտ է մնացած բոլոր անդամների համաձայնությունը։ Երկար ժամանակ Օրբանին քողարկում էր Լեհաստանը, իսկ հիմա նրա կողմից հաճախ հանդես է գալիս Սլովակիան, Ֆիցոյի մասին շատ ենք խոսել, ինչը հոդված 7-ի միջուկային տարբերակը դարձնում է գրեթե անհնարին։ Իրական կաթվածից խուսափելու համար Բրյուսելը սկսել է մշակել պլան B-ն, խոսքը միջկառավարական համաձայնագրի մասին է, եթե Հունգարիան չզիջի մինչև մարտի վերջ, 26 երկրներ կարող են կնքել առանձին պայմանագիր Եվրոմիության կառույցներից դուրս, բայց այստեղ պետք է ավելացնենք կարող են եւ չկնքել։ Դա իրավաբանորեն ավելի բարդ է, բայց թույլ է տալիս հատկացնել 90 միլիարդը առանց Բուդապեշտի մասնակցության, կա նաև առանձին երկրների երաշխիքների տարբերակը, Եվրոմիության միասնական բյուջեի փոխարեն յուրաքանչյուր երկիր տալիս է իր պետական երաշխիքները վարկերի համար։ Այս սկանդալը հզոր փաստարկ դարձավ Գերմանիայի եւ Ֆրանսիայի համար, ովքեր պահանջում են հրաժարվել միաձայնության սկզբունքից հօգուտ որակյալ մեծամասնության, երբ որոշումն ընդունվում է երկրների 55%-ի կողմից, որոնք ներկայացնում են բնակչության 65%-ը։ Արդյունքում համակարգը կաթվածահար չէ, բայց անհավանական դանդաղաշարժ է։ Պատերազմի պայմաններում, երբ որոշումները անհրաժեշտ էին դեռ 3, այս դանդաղկոտությունը ճակատագրական է թվում։ Օրբանը ապացուցեց, որ մեկ առաջնորդը կարող է պատանդ պահել կես միլիարդ մարդու շահերը, եւ հենց սա է ստիպում Եվրոմիությանը լրջորեն քննարկել իր հիմնարար կանոնների փոփոխությունը։ Ինչպես էլ հետո լուծեն Օրբանի բացահայտած խնդիրը, կատարվածը վատ գովազդ է Եվրոմիության համար։ Հենց այդ պատճառով էլ ես օգտագործեցի կաթված պարալիչ եզրույթը, ցավալի երևույթ է, բայց սա է իրականությունը, բայց քանի որ ժամանակները, որոնցում մենք ապրում ենք, քաոս են հիշեցնում, քաղաքական գործիչների մոտ ամեն ինչ խառնվել է եւ հաղթանակները եւ ձախողումները, օրինակ Մոսկվայից տեղեկություններ են հասնում, որ Բելաուսովը կասկածում է Շոյգուին պետական հեղաշրջման փորձի մեջ, շատ հավանական է, որ նման տեղեկատվությունը կարող է լինել տեղեկատվական հատուկ գործողություն, մենք իհարկե կհետևենք զարգացումներին, բայց կարծում եմ, որ արժե ձեզ պատմել ստացված տեղեկության մասին, շատ հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը մեկնաբանություններում, եւ այսպես ըստ որոշ ռուսական աղբյուրների Կրեմլում իբր հեղաշրջում են նախապատրաստել Պուտինի դեմ, իբր Շոյգուն սկսել է իշխանության տապալումը եւ նույնիսկ Պատրուշևն է գործի մեջ։ Ամենայն հավանականությամբ ինչ որ մեկը ուզում է, որ մենք հիմա հավատանք, թե Ռուսաստանը քաղաքացիական պատերազմի եզրին է,
Եվ որպես դրա դրսևորումներից մեկը մատնանշում են այն, որ Սիբիրում արդեն սկսվել են բողոքի ցույցեր, իսկ Մոսկվան հայտնվել է իրական շրջափակման մեջ, դե Մոսկվան շրջափակման մեջ կարող է հայտնվել անվտանգության միջոցառումների շրջանակներում։ Կրեմլում հաստատ գիտեն, որ Կիևը Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածելու հնարավորություններ ունի, իսկ ինչ վերաբերում է մնացածին, կարծում եմ գործ ունենք այն բանի հետ, ինչ մասնագետները անվանում են գոլորշու բաստողման, վիպուստից պար, հա։ Ռուսաստանցիների կուտակված դժգոհությունների ֆոնին ես կարծում եմ, որ հասկանալով նման սցենարի անխուսափելիությունը, խոսքը հնարավոր դավադրությունների մասին է, եւ այն, որ նման դավադրությունները ամենայն հավանականությամբ կարող են կազմակերպվել ապագայում, անկախ նրանից թե ում անունների հետ են կապում այսօրվա իրադարձությունները, Կրեմլի վարչակարգը փորձում է լուծել իր խնդիրները միաժամանակ բնակչությանը ցուցադրելով իր իբր թե հզորությունը, այնպես որ ես չեմ զարմանա, եթե մենք ականատես լինենք օրինակ Շոյգուի կամ նրա շրջապատից որևէ մեկի ձերբակալությանը, ինչով համակարգը կփորձի ցույց տալ իր գործունակությունը բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ կերպով կարող էին նման հեղաշրջում ծրագրել։ Իսկ հիմա ձեր տրամադրությունը ավելի բարձրացնեմ, 3 ռազմաճակատում տեղի ունեցել 201 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1610 օկուպանտի եւ նրանց 1784 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը, փաստացի 3 օրում 4840 ռուս օկուպանտ է լիկվիդացվել։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,285,700-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Իսկ ես իմ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ամենօրյա ձեր ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր եթերը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Այժմ ձեզ կներկայացնեմ երևի թե սենսացիոն տվյալներ, որոնք առայժմ պաշտոնական չեն, բայց կարծում եմ Թրամփն ինքը ստիպված կլինի պատասխանել այս հարցերին։ Խոսքը Իրանին ցուցաբերվող ռուսական օգնության մասին է, որը Թրամփը փորձում էր նվազեցնել կամ նշանակություն չտալ։ Ինչպես հայտնի է, Ամերիկան եւ Իսրայելը ընդամենը մի քանի օրում այնպես ոչնչացրեցին իրանական հոպը, որ արդեն ազատորեն թռչում էին եւ ինքնաթիռները եւ դրոնները իրանական երկնքում մնացած թիրախները խոցելու համար, սակայն նախորդին տեղի ունեցավ մի բան, որը զարմացրեց բոլորին։ Բարձր ինտենսիվությամբ գործողությունների 20 օրվա ընթացքում առաջին անգամ իրանական հոպին հաջողվեց վնասել ամերիկյան F-35 կործանիչը։ Այս իրադարձությունը ուղղակիորեն մատնանշում է, որ բաց երկնքի ռեժիմը, որից օգտվում էին դաշնակից ուժերը, բախվել են նոր տեխնիկական մարտահրավերների։ Հետախուզական համայնքի աղբյուրները սա կապում են Թեհրանի եւ Մոսկվայի մինչև դեկտեմբերին կնքված 500 միլիոն եվրո արժողությամբ գաղտնի համաձայնագրի հետ, գործարքը, որը պաշտոնապես ուղղված էր իրանական հոբ համակարգերի վերականգնմանը, որոնք լուրջ տուժել էին 12 օրվա պատերազմի ընթացքում, ենթադրաբար ներառում էր վերբա տեսակի ժամանակակից դյուրակիր զենիթահրթիռային համալիրների փոխանցումը, քանի որ Իսրայելի եւ Ամերիկայի ռազմածովային ուժերը լիովին վերահսկվում են Պարսից ծոցի եւ Օմանի ծոցերը, Կասպից ծովը վերածվել է այս հակամարտության կրիտիկական կարևորության հետնամուտքի։ Սա Ռուսաստանի եւ Իրանի միջև ամենակարճ եւ ամենապաշտպանված լոգիստիկ կամուրջն էր, որը գտնվում է արևմտյան ուժերի կողմից ավանդական ծովային որսման գոտուց դուրս։ Այս միջանցքի ռազմավարական կշիռը հաստատեց Իսրայելի ռազմաօդային ուժերի երեկվա զանգվածային հարվածը, որի ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց իրանական նավատորմը, նաեւ այս փակ ջրավազանում, խոսքը Կասպից ծովի մասին է, այն փաստը, որ թիրախ են դարձել նույնիսկ կառուցվող նավերը, ընդգծում է Երուսաղեմի վճռականությունը ամեն գնով կտրել մատակարարման ռուսական պորտալները։ Կրեմլի աշխարհաքաղաքական հաշվարկը չափազանց պարզ է։ Իրանի արագ փլուզումը թույլ կտար Վաշինգտոնին ողջ ուշադրությունը եւ որ պակաս կարեւոր չէ զինամթերքի հալչող պաշարները հետ ուղղել դեպի եվրոպական ռազմաբեմ, այսինքն Ուկրաինա։ Չափաբաժնով օգնություն տրամադրելով Իրանին, Պուտինը հասնում է նրան, որ արևմուտքի ռեսուրսները կմնան կապված մերձավոր արևելքում, Մոսկվային պետք է ոչ թե Իրանի հաղթանակը, այլ արևմուտքի հյուծումը, նշում են իսրայելցի փորձագետները։ Շատ հետաքրքիր իրավիճակ է, տեսնենք այլ ինչ տեղեկատվություն կհայտնվի այդ վերբաների մասով, եւ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես Թրամփը կվերաբերվի այս տեղեկատվությանը։
Այս ֆոնին ուկրաինացի փորձագետները հանձնարարականներ են տվել հոբ միջոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ ու մերվը Զելենսկուն զեկուցել է Մերձավոր Արևելքում Ուկրաինայի զինված ուժերի աշխատանքի մասին։ Ուկրաինացի ռազմական մասնագետները աշխատում են Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում եւ Հորդանանում, կենտրոնանալով երկու առանցքային ուղղությունների վրա՝ հակազդեցություն օդային սպառնալիքներին, մասնավորապես դրոնների գրոհներին եւ ուկրաինական փորձի հիման վրա երկնքի պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ խորհրդատվություններ։ Ուկրաինական թիմերն արդեն իրականացրել են կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության գնահատում, նրանց աշխատանքի շնորհիվ արդեն ծավալվել են որսիչ ստորաբաժանումներ, ուժեղացվում է քաղաքացիական եւ կրիտիկական օբյեկտների պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ ձեր էկրաններին է Էկոնոմիստի նոր շապիկը «Կուրացնող զայրույթ» գործողություն վերնագրով։ Իրանում պատերազմը Թրամփին դարձրել է ավելի թույլ եւ չար։ Զգուշացնում ենք, որ նա շատ վատ է տանում պարտությունները, նշում է պարբերականը։ Իրանում կարճատև պատերազմը կարող է փոխել Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքը, իսկ ձգձգվող պատերազմը կհանգեցնի նրա տապալմանը, նկատում են լրագրողները։ Իսկ ահա Times պարբերականը ներկայացնում է ուկրաինական զինուժի տպավորությունները Մերձավոր Արևելքում հոբ հակաօդային պաշտպանության կազմակերպման վերաբերյալ։ Մերձավոր Արևելք ուղարկված ուկրաինացի հրահանգիչները զարմացած էին նրանով, թե ինչպես են ամերիկացի զինվորականները խոցում շահեդ տիպի հարվածային դրոնները։ Այս մասին գրում է Times-ը։ Ուկրաինացի սպաներից մեկը պատմել է, որ ապշած էր այն փաստից, որ Պարսից ծոցի պետությունները թշնամու մեկ թիրախի ուղղությամբ արձակել են Patriot համակարգի միանգամից 8 որսիչ հրթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժե ավելի քան $3 միլիոն։ Նշվում է, որ ուկրաինական Patriot-ների անձնակազմերի առաքելությունների տվյալները փոխանցվել են դաշնակիցներին, որոնք նույնպես օգտագործում են այդ համակարգը, սակայն Ամերիկան եւ նրա դաշնակիցները Պարսից ծոցում ուշադրություն չեն դարձրել այն բարդ հաշվարկներին, որոնք Ուկրաինան արել է թշնամու թիրախների որսման ցուցանիշները բարելավելու համար։ Պարբերականը մեջբերում է ուկրաինացի զինվորականի խոսքերը։ Ես չեմ հասկանում, թե նրանք, խոսքը դաշնակիցների մասին է, ինչ են արել, ինչին են նայել 4 տարի շարունակ, քանի դեռ մենք պատերազմում ենք, ասել է ուկրաինացի սպան։ Հաճախ ամերիկացիները եւ դաշնակիցները կրակում էին անմտածված, օրինակ նրանք նավից օգտագործել են SM-6 հրթիռ մոտ $6 միլիոն արժողությամբ, շատ լավ հրթիռ, որպեսզի խոցեն $70,000 արժողությամբ շահեդը, նշել է ուկրաինացի սպաներից մեկը։ Դե ռեալ պատերազմը ցույց է տալիս տարբեր երկրների բանակների իրական պոտենցիալը։ Մի բան է զենք ունենալ, մյուս բանն է կարողանալ այդ զենքերը ճիշտ կիրառել։ Եվ բառացիորեն մի քանի ժամ առաջ ուկրաինական զորքերը FPV դրոնի օգնությամբ խոցել են ռուսական K-52 ուղղաթիռը։ FPV դրոնը արժի ընդամենը մի քանի $100։ Սա մադիարի թռչունների Պտախի մադիարը ստորաբաժանման ձեռքի գործն է։ Ուկրաինայի զինված ուժերը ինտենսիվորեն զրկում են օկուպանտներին ինչպես տեխնիկայից, այնպես էլ դրանց արտադրության եւ վերանորոգման հնարավորություններից։ Միայն 26 թվականի մարտին Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ գրոհել են ռուսական 2 ռազմական ավիացիոն գործարան, իսկ ընդհանուր առմամբ նման վնասված օբյեկտների թիվը արդեն հասել է 5-ի։ Բացի այդ, վերջին ամսվա ընթացքում ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Ռուսաստանի տարածքում գտնվող 5 քիմիական ձեռնարկությունների վրա, ինչը հանգեցրել է Ուկրաինայի վերաբերյալ ռուս օկուպանտների ծրագրերի խափանմանը։ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում խնդիրներ են սկսվել հրթիռների մարտական գլխիկների արտադրության հետ կապված Ուկրաինայի զինված ուժերի հաջող օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կավալենկոն, իսկ ռուսները ինչպես միշտ հարվածել են Ուկրաինայի խաղաղ բնակիչներին։ Մարտի 20-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա են հարձակվել 156 հարվածային դրոններով, շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տիպի դրոններով, որոնցից մոտ 90-ը շահեդներ էին։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից խոցվել կամ ճնշվել են թշնամու 133 դրոն, արձանագրվել է 19 հարվածային դրոնի խոցում 13 վայրում, ինչպես նաեւ խոցվածների բեկորների անկում եւս 7 վայրում։ Վերադառնալով Իրանի շուրջ տեղեկատվությանը, ասեմ, որ Ամերիկայի բանակը Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օդային հարված է հասցրել Քարաջ քաղաքի ռազմական գործարանին, որտեղ արտադրվում էին բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը CENTCOM-ը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյախուն հայտարարել է, որ իր երկիրը Ամերիկայի հետ համատեղ ոչնչացրել է Իրանի ռազմական եւ միջուկային ներուժը։ Նրա խոսքով Թեհրանը փաստացի զրկվել է ուրանի հարստացման եւ բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորություններից, իսկ հենց
սա էլ բազմիցս նշվել է որպես ամերիկա-իսրայելական համատեղ գործողության նպատակ, բացի այդ զգալի վնաս է հասցվել իրանական դրոնների արսենալին, որոնցով երկիրը հարձակվում է նաև հարևան պետությունների վրա։ Նեթանյախուն նաև ընդգծել է, որ Իրանի ներկայիս վիճակը վերջին ժամանակների ամենախարխուլներից մեկն է, հավելել է, որ մնացած ռեսուրսները, ներառյալ հրթիռային համակարգերը, մոտ ժամանակներս կարող են վերջնականապես շարքից դուրս բերվել։ Որպես գործողության առանցքային նպատակներ իսրայելական առաջնորդը նշել է միջուկային սպառնալիքի վերացումը, հրթիռային ծրագրի լիակատար լիկվիդացումը եւ Իրանում ներքաղաքական փոփոխությունների համար պայմանների ստեղծումը։ Թվում է, թե սա ակնարկ է գործողության շուտապույտ ավարտի մասին, եթե իհարկե Թրամփը այժմ չպնդի Իրանում քաղաքական վարչակարգի փոփոխության վրա։ Կապրենք, կտեսնենք եւ հենց որևէ հետաքրքիր բան իմանանք, ձեզ անպայման արագ կհայտնենք։ Իսկ այս ֆոնին հեղուկ բնական գազի գնորդները զանգվածաբար անցնում են ամերիկյան մատակարարումների կողմը։ Ակնարկս մեր լսարանը վստահ եմ անմիջապես ընդունեց։ Այսպիսին են ժամանակակից պատերազմները, թերևս ոչ միայն ժամանակակից։ Այսքանով ավարտեմ ուրբաթ օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ կօգնի։ Ձեզ ցանկանում եմ լավ հանգստյան օրեր եւ մինչ նոր հանդիպում նոր եթերում, բարով մնաք եւ ամենագլխավորը՝ անփորձանք։